Փարքնժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնածռերին։ Մինչև բուն թեմային անցնել ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ծննդյան օրվա կապակցությամբ ջերմ մաղթանքների համար իմ Facebook-յան էջը իսկապես որը նկատել եմ, հասցրել եմ, պատասխանել եմ չեմ ուզում բարձրանալ ժամերով պատասխանել եմ իսկապես, որովհետև այնքան շատ էին, որի համար զգացված եմ եւ շնորհակալ եմ եւ անցնեմ խոսակցության նյութին մենք հիշում ենք, չէ՞ որ Խորհրդային Միությունը քանդվեց անկախացան իբր խորհրդային 15 հանրապետությունները, բայց արդյունքում անկախացան Բալթյան, Մերձբալթյան երկրները։ Մենք Հայաստանում ինչ վիճակ էր, այն համակարգը, որ Խորհրդային Միությունում գործել էր, փլուզվեց։ Այսինքն մեր գործարանները մեծամասամբ սկսեցին չաշխատել, որովհետև դրանք շահկապված էին խորհրդային այլ հանրապետությունների կամ քաղաքների մեկ այլ գործարանների հետ, մեկը մյուսին էր լրացնում եւ գտնվեցին մի երկու ճարպիկ, ովքեր կարողացան ինչ-որ մի բան պահել, ձգել, իսկապես փառք ու պատիվ իրենց Հայաստանում եղան որոշ գործարաններ, որոնք շարունակեցին գործել եւ կապերը պահեցին ինչ-որ մի ձև, ինչ-որ մի կերպ, բայց մեծամասամբ գործարանները արտադրությունը դադարեց, որովհետեւ Խորհրդային Միությունը այդ համակարգը տնտեսական առևտրային չէր գործում։ Եվ տեղի ունեցավ թալան, որի արդյունքում մեր հաստոցները, մեքենաները, անգամ երկաթուղային գծերը, այն ուղիները, որոնք չէին աշխատելու, մետաղի ջարդոնի տեսքով վաճառվեցին մեծամասամբ Պարսկաստանին։ Աշխատող հաստոցներ, մեքենաներ, չգիտեմ, գործիքներ, տեխնիկա։ Այսինքն Հայաստանը մի ցավալի իրավիճակում հայտնվեց եւ պլյուս պատերազմ, բոլորը այդ ապրում էին այդ պատերազմով, սպասում էին այդ հաղթանակին եւ այստեղ շատ մեծ ներդրում ուներ նաեւ Սփյուռքը, սարսափելի մեծ դրում եւ մինչեւ օրս ուղղակի այն ժամանակ չէին այդքան հիասթափեցնում, իհարկե Սփյուռքի դերակատարումը ուղղակի օգնողի դերակատարում էր, որովհետև Սփյուռքը չէր կարող քաղաքական ուղղվածության վրա ազդել Հայաստանի, որովհետև ռուսները ամբողջությամբ տիրապետում էին։ Եվ հիմա նորից նույն իրավիճակն է սկսվել, որովհետև մենք այդպես էլ Ռուսաստանից երես չթեքեցինք ժամանակին։ Թե Ռոբերտի օրոք, թե Սերժիկի օրոք կապերն ամրապնդվեցին, իսկ Նիկոլի օրով բազմապատկվեցին։ Եվ հիմա Խորհրդային Միության փլուզումից հետո եկել է Ռուսաստանի փլուզումը եւ մենք նորից նույն ցնցումը ապրելու ենք, որովհետեւ մենք նորից մնացել էինք նույն տաշտակի մեջ։ Իսկ Մերձբալթյան երկրները արդեն իրենց կապերի եվրոպական համայնքի հետ որոշակի առումով իրենց բերել է այդ ստանդարտների, որպեսզի հայ արտադրողը կամ կապ չունի գյուղմտերք արտադրողը կամ չգիտեմ շինանյութ արտադրողը եվրոպական շուկաներում կարողանա ապրանք իրացնել, ինքը պետք է արդեն համապատասխանի այդ ստանդարտներին, որը ընդունելի է Եվրոպայի համար։ Մենք մեծամասամբ արտադրել ենք ԱՊՀ կամ ԵԱՏՄ ստանդարտների համար, որի հետևանքով մեր ապրանքի մեծ մասը գնում էր ԵԱՏՄ եւ երբ որ չարանում էր մեր հանդեպ ռուսը, սկսում էր խաղալ որակների հետ կամ Լարսի ճանապարհը վերանորոգման տակ էր դնում եւ լծակ էր, էլի կիրառում էր մեր հանդեպ։ Օրինակ, երբ որ Ամերիկան ուզում է ինչ-որ մեկին պատժի, ասենք, չի ասում, գիտեք, այսօրվանից ձեր ապրանքն անորակ է։ Սակայն հանքային ջուրը, որ նույն քարի մեջից դուրս է եկել, դարերով խմել են ռուսները, այդ նույն քարի մեջից այսօր էլ է դուրս գալի, նորից նույն կերպ ֆիլտրվում, շշալցվում, ուղարկվում է Ռուսաստան եւ հանկարծ որոշում են, որ դա վտանգավոր է, ասենք համաճարակաբանները գտել են, որ դա խմելու պիտանի չէ։ Բայց այդ նույն ռուսները փախել են Ռուսաստանից,
փախել են բառից բնի իմաստով, մազապուրս եղած, հիմա մեր Հայաստանում այդ ջուրն են վայելում։ Իսկ ինչ անում Ամերիկան։ Չի ասում քո ջուրը վատն է, անում չի դնում։ Այսինքն դա նշանակում է, որ դու թաքցնում ես քո խոսքը, քո երեսը։ Այսինքն քո ջուրը կվերցնեմ Հայաստան, բայց քանի որ էլ որակները չի համապատասխան, դրա համար չեմ վերցնում։ Ես իմ ժողովրդի մասին եմ մտածում, իբր։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը նույնիսկ այդ քաջությունը չունի, որ կոնկրետ ասի, չեմ ուզում քո ջուրը, որովհետև դու էս քայլերն ես անում իմ հանդեպ։ Օրինակի համար, բայց մենք ոչ մի բան չենք արել, սա պայմանավորված խաղ է։ Իսկ Ամերիկան ասում է, խնդրեմ, բերում ես քո ջերմուկը, օրինակ։ Սահմանի վրա վճարում է իր մաքս, ասենք պայմանական 100 միավոր։ Հիմիկը վճարեց 500 միավոր, որտեղ դու խախտել ես իմ ու քո պայմանությունը, ասենք Ռուսաստանին օգնել ես։ Ես ասել եմ, ով Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություն ունենա, ասենք օրինակ Ամերիկան ասում։ Ոչ թե ասեմ ձեր ապրանքն իմ երկիր չբերեք, բերեք, սրանց հետո դուք 5 անգամ թանկ ինքնարժեքը ձեր ապրանքի իմ երկրում կբարձրանա, այդքան մրցունակությունից կընկնի։ Ամենա ուզում եք բերեք, չեք ուզում բերեք։ Չի ասում է, որ խմեմ կմեռնեմ։ Սա ռուսի պես ապուշ բաներ չի անում։ Եվ այս քանի ֆոնին Հայաստանում դեռ կան ուժեր, այսինքն ոչ թե կան, ամրապնդվում են անընդհատ, որ գնանք ռուսի հետ, ռուսի միջոցով հույս կապել մեռելի հետ նշանակում է, ասենք գնալ մեռնելու։ Եվ շատ ինչ է խոսում, ասում են, այս ինչ քաղաքական ուժեր եկել են, բան, որ ձայներ փոշիացնեն 0.5%, 1%, 2%։ Տեսակ փոշիացնելը ոնց է լինում։ 50, 60, 70% փոշիացրեցին։ Հա, Տաշիր Սամոն, Ռոբերտը Քոչարյան, հա, Ծառուկյանը Գագիկ։ Դուք պատկերացնում եք, եթե իրենք այդ մերժվածները, այդ նախկինները խաղի մեջ չմտնեին։ Նիկոլը չէր կարող այդքան կեղծեր։ Ինքը հազիվ անցողիկ շեմը ապահով էր, ասենք լավ, թեկուզ մի 10% ապարատ ունի, էլի, ասենք ինչ եղան այդ մնացած 80-90%-ը։ Իրար մեջ բաժանեցին։ Այ փոշիացնել այդպես է լինում։ Փոշիացնում բրցնում են, հետո ասում են, դե տեսնենք Ռուսաստանի հետ գնանք, փորձենք աշխարհը երես է թեքել, անգամ հապկը։ Այդ հապկը, ասենք Ղազախստանն էլ, Բելոռուսն էլ ճանապարհները փակել են իրենց, որովհետև իրենց բենզինն ու նավթը Ռուսաստանը քաշում է։ Ժամանակին ասում ենք, գոնե մի փոքր սահման ունենայինք Ռուսաստանի հետ, հիշում եք։ Հիմա շատ լավ է, որ այդ սահմանը չունենք։ Թե չէ, ամեն ինչ վակուում կանեին, կտանեին։ Իսկապես Ղազախստանն ու Բելարուսը փակել են։ Ասենք Բելոռուսն ունի ընդհանրապես կարծեմ 2 նավթավերամշակման գործարան։ Դրա նավթն էլ անդադ ուզում են տանեն, բա Բելոռուսում հեսա հացը հասել է, հավաքում են։ Ռուսաստանը հաց արտահանող առաջատար երկրներից է աշխարհում։ Չգիտեմ, երկրորդն է կարծեմ։ Դուք պատկերացնում եք, հացը չեն կարողանում հավաքել, որովհետև չկա դիզվառելիք։ Դա ոչ միայն Ռուսաստանի համար ճգնաժամ առաջացնելու, այլև աշխարհի համար։ Իսկ ռուսներին Թրամփը, կոնկրետ Պուտինին, ինչ են մի 3-4 անգամ հնարավորություն տվեց այս պատերազմում փառքով դուրս գալու։ Կանգնեցնել այնտեղ ոնց որ կա։ Անգամ Ղրիմը չէին դատարկելու, այս խայդարակ, այս նավթավերամշակման, այս իրենց տնտեսության հիմնական ճյուղի 50%-ից ավելը 60-70%-ն ավիրել են։ Այսպիսի բաների մեջ չեր են գնի։ Բայց չէ, անկուշտ Պուտինը որոշեց, որ այդ քիչ է իրեն։ Քիչ է, ավելին է ուզում։ Դե ով ավելին է ուզում, գնում է կոդրած տաշտակի առաջ է կանգնում։ Եվ գտնվում է Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան կամ Ծառուկյան Գագիկ, որ ասում են, գնանք էլի Ռուսի, դուք պատկերացնում եք Ռուսաստանում ինչ է։ Ասենք, ես չգիտեմ, դուք չեք հետևում իսկապես ինչ է տեղի ունենում Ռուսաստանում։ Այդ խորհրդային միության փլուզում չէ, սա կործանում է։ Ուղղակի կործանում է։ Այն 90-ականներին, որ մենք լույս չունեինք, չէ, վառելիք չունեինք, հիշում եք, ռուսները տաք ջուր ունեին, ձմեռը, չգիտեմ, ամեն ինչ ունեին, ապրում էին խորհրդային միության փլուզումից հետո։ Տեղերը փոխվում են։
Բայց ասեմ, որ մենք դուժելու ենք, իսկ դա բնական է, խուսափել չենք կարող, որովհետև ինչպես Խորհրդային Միության ժամանակ մեր կապերը մեծ էր Ռուսաստանի հետ, կանգնելու դեպքում այդ կապերը կդրվեցին։ Հիմա էլ է մեծ, որովհետև Նիկոլը իսկապես բազմապատկել էր։ Եվ Ռուսաստանի ցածկելու հետ արդեն դու չկա, այնտեղ պատասխանող չկա, adekvat, ասենք, բան չկա, որ քո հարաբերությունը նրա հետ կազմակերպվի, քո կապերը մնա։ Պարանի եմնից այրի բռնողը մեռնում է, էլ քո պարանը չի աշխատում, լարվածություն չկա։ Սա պետք է մենք ընդունենք դա։ Եվ ոչ թե խառնվենք, վայնասուն անենք, այլ իսկապես մենք պետք է մտածենք ազգային իշխանություն ունենանք, ասենք ոչ թե Նիկոլի պես, ասենք հարկը գանձվում է ու տեսնում է, որ փող կա, փոխանակ ասենք գիտության վրա, տնտեսության վրա դնի, դե ավելացել է, փողը պետք է անի, բանակի վրա, չէ՞, որոշում են մի անգամ էլ պարգևավճարը ստանալ։ Այս տպավորությունն է, որ իրենք այս պետությունը աշխատում է, որ այդ բանը կառավարության խորհրդարանին պարգևավճարով ու աշխատավարձով ապահովի, մենք ուրիշ առաքելություն չունենք։ Բայց թե գիտությունը, թե ռազմաարդյունաբերությունը, թե տնտեսությունը, տեսեք, Ծառուկյան Գագիկը ինչերի էր, չէ, հասել, ինչեր ուներ։ Մի հատ Ծառուկյան Գագիկով, ասենք, պարգասնում են գետնին, տեսեք տնտեսությունը ինչ լուրջ հարված է ստանում, տեսեք քանի հազար մարդ գործազուրկ է դարձել այս քանի օրը։ Պատկերացնեք, ինչքան սխալ բաներ է տեղի ունեցել մեր երկրում։ Հիմա այդ նույն հաջողությամբ Քոչարյանն էլ որ պարգասնեն, ասենք, ժամանակավոր ու փագեն այն գործարանները, որոնք Քոչարյանին են պատկանում Հայաստանում, դե դրսում էլ կլինեն։ Այսինքն դա լուրջ հարված է դառնում։ Շատ լուրջ հարված է լինում հայ բնակչին։ Դուք հասկանում եք սա ինչ է։ Փոքրիկ երկրում չի կարելի նամանավանդ։ Չնայած ոչ մի երկրում տնտեսությունը բաժանել 2 հոգու, 3 հոգու, թեկուզ 5 հոգու միջև։ Տեսնում եք, գալիս է մի ծալապագազ, ասենք իբր ուզում է հարվածի, բայց տալիս է բոլորի հերն անիծում է։ Սպորտ, մշակույթ, արտադրություն, սպասարկում։ Ծառուկյանն ամեն ինչ ուներ։ Կանգնել է։ Դրանք պայմանավորված խաղեր են։ Ասենք, այնպես չի էլի, որ բանը Նիկոլը Պուտինին չէր լսում, Ծառուկյանը Պուտինին չէր լսում, այս Սամվել Կարապետյանը Պուտինին չի լսում, կամ Ռոբերտ Քոչարյանը Պուտինին, բոլորն էլ Պուտինին են լսում։ Բոլորը։ Այդ որ եկան այդ ձայները, մեր ձայները, ազգայինի ձայները փոշիացրեցին, կուլ տվեցին, հիմա էլ որ գնում են խորհրդարան, գնում են նույն մուրճ մանգաղաստղով Արցախ հայաթափած խորհրդարան գնում է հիմա Արևմտյան Ադրբեջան կերտելու։ Իրենք ուրիշ հանձնարարություն չունեն, որովհետև Հեյդարի Լակոտը շատ վստահ ասում է. ես նույնիսկ բաներ կա Նիկոլին չեմ էլ հանձնարարում։ Չենք էլ նստում բանակցում ասում։ Մոնոլոգի արդյոք, այսինքն ինքը իրան կարող է զառանցել, կամ շոր միտեղ հարցազրույց տա, օրինակ։ Շոր մի միտք արտաբերի, Նիկոլը լսի, սկսի այդ միտքը զարգացնել։ Կամ ասենք բարձր սկսի մտածել Ալիևն իրան էլ ասա, օրինակ լավ կլիներ Նիկոլը Սյունիքի այս երկու գյուղից զորքերը հետ քաշեր, մերոնք առաջ գնային, որովհետև դա շատ կարևոր կետ էր, ասենք ոնց որ հաջորդ օրը Նիկոլը վերցնի տղաներին հրաման տա, ասել հետ եկեք դեղից։ Ալիևը բարձր մտածել է այդպես։ Ու սա խոսում է, ասում մենք Արցախը տվինք անկախություն ձեռք բերեցինք։ Ասենք Ալիևի պահանջով սահմանադրություն փոխողը, Ալիևի պահանջով զորքերը հետ քաշել, հասկանում եք, Ալիևի պահանջով տնտեսապես չէ, արդեն խոսում են, մենք ձեզ հաց, ջուր, նավթ, չգիտեմ, գազ, ձեր ամեն ինչ ինձ հետ կապ, այսինքն Ռուսաստանի հետ կապել էինք, ինչ խերվեցինք, ամեն ինչ Ռուսաստանից էր գալի, իրանք այսպես փագեցին, հիմա այդ նույն բանը ուզում են ազերու հետ անեն։ Ազերին չի փագել, ուրիշ բան է անելու։ Ու այսքանով հանդերձ, երբ որ իսկապես հայանպաստ իրավիճակներ են առաջանում տարածաշրջանում, որ պետք է մեր իշխանությունը գնա այդ լավ բանի հետևից, լռում է, Իլհամն է գնում։ Գնացել է մարդը աշխարհին համոզում է, որ այդ հայերն այստեղ եկել են, այդ ինչ որ կա, այդ որ ասում եք հայերն են ստեղծել, այդ մերն է։ Ինքնության գող է ինքը։ Ասենք կարա հող գողանա, տուն գողանա, փող գողանա, հասկանում եք։
Բայց երբ որ մարդը ինքնություն է գողանում, այսինքն գտնում որ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, ուրիշինն է ուզում յուրացնի։ Իսկ դա այսինքն դու նշանակում որ դու քեզ չես գնահատում։ Հեյդարի լակոտը ինքնության գող է։ Իսկ այդ գողությունը, գողոնը իր ապահովում է Նիկոլա, իր լռում է, չէ՞։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք ուզելու, անցյալը մոռանում ենք, այդ ցեղասպանությունների մրցավազքը թողնում ենք, Արարատ չկա, Արցախ չկա, Արցախյան շարժում չկա, բան չկա, հայրենասիրություն չկա, պատմություն չկա, այս չկա, այն չկա, այն չկա։ Ինչ որ Նիկոլի համար չկա, այնտեղ Ալիևը շատ արագ վերցնում է իրենով է անում։ Փող է դրել, ամենտեղ իր այդ լոբիստները ասում են, որ այդ եկեղեցին մենք քրիստոնյա էինք ասում է ժամանակին։ Կարող ես հիմա քրիստոնյա դառնալ Հեյդարի լակոտ, դե եթե նախկինում եղել ես։ Դե մի հատ էլ եղի, օրինակ։ Ես ինչի այս քահան ներկայացրեցի, մեզ դժվարին օրեր են սպասում։ Իսկ դժվարին օրերից դուրս գալու համար մեզ պետք է իշխանություն, ով ինքն ամոռաց մտածում է պետության հայրենիքի մասին։ Այսինքն ինքը հիվանդ է դրանով, հիվանդը ճակերտների մեջ։ Հիվանդագին սիրում է հայրենիքը։ Ոչ թե փողը, ոչ թե պաշտոնը, ոչ թե պարգևավճարը։ Հիվանդագին, որ դու իրեն էլ չես էլ հետևելու, չես էլ պարտադրելու։ Այդ մարդու հոբիտ կոպիտ ասած հայրենիք շենացնելն է։ Ասել դե սասնացրերի մասին եմ խոսում։ Մենք դեռ իշխանություն պետք է ձևավորենք, որ աշխարհից եկող օգուտներին տեր կանգնող լինի։ Ոչ թե Նիկոլի պես ամեն ինչից հրաժարվի։ Ամեն ինչից։ Խոյեմ եղեք, իսկ ով կոչ անում Ռուսաստանի հետ, չկա, դա նույնն է, որ ասենք քեզ կոչ անեն, եթե պապդ մահացել է 1000 ողորմի, քեզ ասեն քո փրկությունը պապդ է։ Գնա փոսփորի մտի կողը բարգի։ Այս վիճակն է։ Խոյեմ եղեք։